Ապրիլի 23 լույս 24-ի կեսգիշերին ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հնչեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ռեքվիեմը։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։ Համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հովեր պետական կամերային եւ Երևանի պետական կամերային երգչախմբերը։ Մենակատարներն էին Աննա Աղլատովան, Սոֆիա Թումանյանը, Տիգրան Մելքոնյանը եւ Միլան Սիլյանովը։ Ավանդական դարձած այս համերգը երաժշտական լեզվով դատապարտող կոչ էր ընդդեմ 110 տարի առաջ կատարված հանցագործության հայ ժողովրդի եւ ողջ մարդկության դեմ։ Մոցարտի ռեքվիեմը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հոգեհանգստյան մեսսան է եւ տիրոջն ուղղված ոգեշունչ աղոթք, որի վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին անկախ նրա ազգությունից եւ տարիքից։ Մոցարտի ռեքվիեմում երաժշտության լեզվով արտահայտել է մարդկային հոգու խռովքը, վիշտն ու տառապանքը, նաեւ խաղաղությունը։ Սա ստեղծագործություն է, որը ներշնչում է մարդասիրություն, սեր, ապրումակցում։ Ի հիշատակ ցեղասպանության սուրբ նահատակների ուշ երեկոյան Երևանի սրտում խորհրդանշական բացօթյա համերգ էր կազմակերպել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Կեսգիշերային լռության մեջ, բայց երկնքի տակ թատրոնի մեներքիչներն ու երգչախումբը հնչեցրեցին սաղմոսներ եւ հատվածներ հայոց պատարագից։